Ողջույն հարգելի կույսեր, սա ձեր կանխատեսումն է մայիս ամսվա համար։ Տեսնենք ինչ է սպասվում ձեզ ամբողջ մայիս ամսվա ընթացքում։ Այս քարտերը մեզ ուղղակի օգնում են, այս քարտերը օգնական են, եթե որևէ խնդիր կլինի, որևէ խնդիրոտ քարտ կլինի, լարված քարտ կլինի, տեսնենք թե ինչ է սպասվում, կամ ինչպես դուրս կգաք այդ կամ ինչի այդ լարվածությունը առաջացել։ Դա դրա համար է։ Եվ եթե բաժանորդագրված չեք, կարող բաժանորդագրվել, սեղմել զանգակոճակը, որպեսզի մշտապես տեղեկացված լինեք, թե ինչ տեսանյութեր են այստեղ հրապարակվում, այդպես ավելի հեշտ կլինի եւ ոչինչ չեք կորցնի, միգուցե ձեզ համար շատ կարեւոր տեսանյութեր եւ դուք արդեն ուշացել եք նայելու համար։ Այսքանը եւ տեսնենք ինչ է սպասվելու ձեզ ամբողջ ամսվա ընթացքում։ Լավ քարտ թռավ, դա ուրախություն է նշանակում, լավ տրամադրություն, դա գումարը եւս, ված չէ։ Ինչ է սպասվում կույսերին մայիս ամսին։ Ընկավ վերջին այն քարտը։ Ահա, չի երևում, ահա, հուսով եմ հիմա արդեն ամեն ինչ երևում է, ուրեմն ընդհանուր ֆոնը ընկել է ձեր քարտը, դուք սիրում եք ամեն ինչը այդպես լավ ուսումնասիրել, լավ հետաքրքրվել, միգուցե ինչ-որ բանով եք հետաքրքրվելու այս ամիս, երբ որ մտնեք այս ամիս, ձեզ համար շատ կարևոր է կամ ասում եք այս ամիս կփոխեմ ինչ-որ մի բանի ոճը ձեր գործունեության մեջ, ավելի ուշադիր կլինեք, ավելի կոկիկ, ավելի հավասարակշռված, հավաքված, ինչպես որ դուք եք, հա, դուք շատ եք սիրում ամեն ինչը լավ ուսումնասիրել, մանրակրկիտ նոր հետո ինչ-որ մի գործ անել։ Նաև ոմանք ունենան երկու աշխատանք, միգուցե այնտեղ կողքից ոչը եկամուտներ, երկու երկրպագու, ինչ-որ մի բանը երկու, հա, կունենաք, կամ սա նաև երկակի քարտն է։ Այստեղ ովքեր որ միայնակ են, հավանականությունը մեծ է մայիսին որևիցե մեկին հանդիպեք եւ իր հետ շփվեք, ընկերություն անեք, ամենայն դեպս ամբողջ մայիսը, որ ընկերություն կանեք։ Եվ զգուշացումը որպես մայիսին դա ուղղակի ուշադրություն դարձրեք յուրաքանչյուր մանրուքին, աչքաթող մի արեք ոչինչ։ Գումարի հետ կապված ամեն ինչ նորմալ է, գումարը գալիս է, գումարի հետ կապված խնդիրներ չեք ունենա, որ ասեմ, ինչ որ գումարային պակասություն կա եւ այլն չկա։ Գումարը դեռ այդ ձեր ֆինանսական վիճակը կայունանում է, ձեր ֆինանսական վիճակը նորմալանում է, այնպես որ բացարձակ մայիսի համար անհանգստանալու բան չկա, որտեվ եթե նորմալ էլ չէր, ապա դուք կարող եք գտնել երկրորդ եկամտի աղբյուր եւ դրանով նորմալացնել, կարգավորել ձեր ֆինանսական վիճակը։ Շրջապատը այդքան էլ նորմալ չէ, մի փոքր ուսումնասիրեք ձեր շրջապատը, որովհետեւ կամ ձեզ լուրջ չեն վերաբերվում, կամ ինչ-որ բան եք ասում, լուրջ չեն վերաբերվում։ Օրինակ, եթե ուզում եք ինչ-որ մի գործ սկսել, միգուցե, բայց ինչ գործ է, վայ չգիտես ինչ, դուք իրանց բանտեղ մի դրեք, ուզում եք սկսել, ուրեմն սկսեք։ Նա պետք չի լսել իրանց, նոր հետո որոշել անել, թե չէ։ Բայց այս ամիս նաև ձեր ընկերների հետ կարող եք գնալ խաղասրահ, կարող եք շատ շփվել, կարող եք
Նաև ձեր քույր, եղբոր հետ, կարող եթե դուք երեխաներ ունեք, հավաքվեք ձեր քրոջ, եղբոր հետ եւ երեխաներին տանեք ոչ խաղասրահ, կամ դուք հարազատներով երկանաք գնաք խաղասրահ։ Ոչ մի ակնթարթային մի բան տեղի կունենա նաև իրենց կյանքում, գուցե հարևանի մոտ, եւ դուք վազեք իրեն օգնության, եթե օգնության կարիք կունենա, ինչ որ մի բանը ձեր շրջապատող մարդկանց մոտ անսպասելի մի բան տեղի կունենա եւ դուք դրա մասին կլսեք մայիս ամսին։ Միգուցե հղիություն է, միգուցե մեկ այլ բան է, այն ինչ որ ոնց որ մարդու համար անակնկալ էր ինքը չգիտեր, չէր սպասում։ Ոմանք էստեղ տան հետ կապված հարցերում կամ սեփականության իրավունք եք ձեռք բերում, կամ այստեղ ժառանգության հետ կապված հարցեր են, տուն եք փնտրում, կամ խնդիրներ կան պետական հիմնարկության հետ, միգուցե հիփոթեք եք վերցրել եւ հիմա կամ դժվարություններ կան, կամ պետք է զբաղվեք այդ հարցով, միգուցե այս ամիս եք որոշում վերցնել հիփոթեք եւ ոնց որ այս ամիս անեք, այս ամիս ընկնեք վարկերի տակ, կախված է թե ինչ վիճակ է։ Ավելի շատ ոնց որ տան հետ կապված դուք անընդհատ կգնաք պետական հիմնարկություն, ինչ որ բաներ անելու այնտեղ, ինչ որ թղթեր տանելու, թղթեր բերելու։ Եվ հնարավոր է նաև ընտանիքից ոչ մեկը հիվանդ է եւ պետք է իրեն խնամել, իրեն ուշադրություն դարձնել այս ամսվա ընթացքում, ինչ որ մեկը կարող է պետք է կամ գնալ հիվանդանոց, եթե օրինակ հղի եք, հնարավոր է ձեզ ստիպում են, որ գնաք հիվանդանոց, որ ավելի հանգիստ տանեք կամ վերջերն է, գուցե ծննդաբերում եք, այդտեղ չի բացառվում։ Ընտանիքից ոչ մեկը կարող է կամ պաշտոն ստանալ, կամ իր գործերը առաջ գնա, կամ եթե օրինակ դուք ուշտեղ եք ապրում, հայրենիքում գործ ունեք եւ դա կարող է ինչ որ առաջ խաղացում տալ ձեզ այնտեղի գործերը, Երեխաների հետ կապված երեխաները ինչ որ հարցում ձեզ կուրախացնեն, միգուցե ավարտում են այս ամիս, ավարտական, շրջան ավարտեն, հնարավոր է որոշումը, որտեղ են ուզում ընդունվել հետագայում սովորելու համար, դա ձեզ կուրախացնի։ Մի քիչ արդեն մեծ երեխաները, միգուցե հղիությունը, ծննդաբերությունը, ինստիտուտի քննությունն է լավ հանձնել է կամ որոշումը, ինչ որ մի բան, որոշում են կայացնում, կամ դա կարող է լինել նաև օրինակ ամուսնությունը կամ ինչ որ մեկի հետ են շփվում եւ ձեզ հետ ծանոթացնում են իրենց մոտ կամ իրենք ձեզ համար անակնկալներ կանեն կամ իրենց մոտ ոչ անակնկալ պահեր կլինի իրենց տրամադրությունը լավը կլինի այդպես էլ կփոխանցվի նաեւ ձեզ այդ տրամադրությունը առողջության հետ կապված բացարձակապես ոչ մի տեսակի խնդիրներ չունեք բացարձակ դուք կարող եք լսել ինչ որ մեկի առողջության մասին, որ ձեզանից բավականին հեռու է։ Եվ եթե ցանկանում եք հղիանալ, այստեղ հավանականությունը շատ մեծ է, որ հղիություն լինի ձեզ մոտ։ Շատ մեծ է։ Այնպես որ այստեղ հավանականություն եւ եթե հղիեք, եւս էլի անպայման ձեզ ուշադրություն դարձրեք։ Ընտանիքում ձեր հարաբերություններում ոչ է ուղի կընտրեք, միգուցե նաև այդ ուղին ընտրում եք ամուսնության օրը, այդպես ինչ որ օր եք ընտրում, միգուցե ինչ որ բան եք որոշում, գնաք, չգիտեմ, հեռու, գնաք օտարերկրում ապրեք, կամ ինչ որ մի բան, որ երկուսով այս ամիս կնստեք եւ կորոշեք, ասեք, այսպես ենք անելու հետագայում, վերջ, կամ հարաբերությունները իրար մեջ կամ ինչ որ մի բան ընտանիքի հետ կապված, հարաբերությունների հետ կապված։ Դա նոր հարաբերություններ կարող եք սկսել եւ այդ հարաբերությունները պետք է ճիշտ ուղու վրա տանեք։ Դուք ինքներդ պետք է ճիշտ ուղու վրա տանեք։ Որոշեք այդ մարդը ձեզ համար ով է եւ հենց այդպես էլ շարունակեք։ Ոչ թե վախենակ կորցնել կամ վիճեք կամ եւ այլն, այլ պետք է հասկանաք ինքը ով է ձեզ համար եւ հենց այդպես էլ առաջ տանեք ձեր հարաբերությունները։ Փաստաթղթերի հետ կապված այստեղ շատ ուշադրություն է պահանջում ձեզանից, որպեսզի հանկարծ չկորցնեք, հնարավոր է փաստաթղթերի հետ կապված խնդիրներ, ինչ որ փաստաթուղթ է պետք անել եւ պետք է գնաք օրինակ արխիվ ստիպված, միգուցե տան հետ է կապված,
տան փաստաթուղթն է, տան սեփականության իրավունքն է եւ այլն, որը կարող է գնալ արխիվ, այնտեղ փնտրեք, անընդհատ ձեզ այնց ինչ-որ անիմաստ փաստաթղթեր ուզեն, որ պետք է ստերից այնտեղ վազեք, բայց եւ ուշադիր եղեք, անձնագիր, քարտեր, որպեսզի այն չկորցնեք։ Դա շատ կարևոր է այս ամիսը, որպեսզի այն հանկարծ չկորցնեք։ Սա նաև սերն է, բայց այս սերը նաև վերաբերվում է ուղղակի ինտիմ հարաբերություններին եւ այստեղ սերը նաև կարող է լինել կամ կարող է կորցնել կամ այդ սերը կազդի ձեր հեղինակության վրա։ Սա այն սերը չէ, որ մարդիկ իրար հետ հարաբերություն, ուղղակի ինտիմ հարաբերություններ է սա։ Եվ ինտիմ հարաբերություններ կարող է լինել յուրաքանչյուր մարդու հետ եւ դա այս ամիս եթե գոյություն ունի, ապա կարող է ձեր հեղինակության վրա շատ մեծ հետք թողել, դրա համար ուշադիր եղեք։ Մանր-մունր խնդիրներ կարող է լինել, նաեւ ձեր երկրորդ կեսի մոտ կարող է լինել մանր-մունր խնդիրներ, ձեր ծնողների մոտ կարող է լինել մանր-մունր խնդիրներ։ Ոլորտը չեմ կարող ասել, ինքը կարող է ուղղակի խնդիրներ են, որոնք որ դուք եւս պետք է լուծեք այս ամիս։ Եվ ճամփորդությունը հնարավոր է, գնաք, հավանականությունը շատ մեծ է, նաև կարող է որոշում կայացնեք, քննարկեք տան անդամների հետ, որ ուզում եք սովորեք կամ որտեղ եք ուզում սովորեք, ինչ եք ուզում սովորեք, հավանականությունը շատ մեծ է, լեզուներ, դիպլոմի հետ կապված անընդհատ կարող եք քննարկել տան մեջ, միգուցե քննարկեք նաև ձեր ճամփորդությունը, թե ուր եք ուզում ընդհանրապես գնաք, մեկը մի տեղ է ուզում գնալ, մյուսը մի տեղ է ուզում գնալ եւ այդպես նաեւ կարող է ինչ-որ չափով լեզվակռվի մեջ լինել։ Եվ եթե անընդհատ ճամփորդում եք, անընդհատ սովորում եք, դա եւս կարող է մարդկանց մոտ առաջացնել, օրինակ, բամբասանքի թեմա, որ ամբողջ օրը ստեղ ընդեղ են, ամբողջ օրը իբր սովորում է կամ նման ինչ-որ պահեր։ Դա համար պահեք բալանսը, շատ մի ծավալվեք, չնայած ուսումը բնականաբար շատ լավ է, դա հենց մարդու համար է եւ ինչքան ապրում ես, այնքան պետք է սովորես, որովհետեւ ինչքան սովորում ես, այնքան դեռ սովորելու տեղ ունես։ Որ կբամբասի կամ կխոսի այդ թեմայի վերաբերյալ, թող ինքը մտածի, որ իր գլուխը դատարկ է։ Եվ հնարավոր է տանից որևէ մեկը գնա գործուղման, հնարավոր է նաև դուք եք գնում տանից այդ գործուղման կամ սա նաև ինչ-որ մեկը կարող է որոշել գնալ օտար երկիր, ընտանիքի անդամներից որևէ մեկը։ Աշխատանքը, ձեր բիզնեսը մի փոքր դանդաղ կարող են առաջ գնալ այս ամիս, բայց իմացեք, որ իրանք կայուն հիմք են գցում եւ պետք չի անհանգստանալ, ամեն ինչը չէ, որ այդպես մատի ճպոցով պետք է ամեն ինչ այդպես շատ արագ գնա առաջ։ Դրա համար այստեղ մի անհանգստացեք, եթե ինչ-որ մի բան զգում եք, դանդաղ այդպես գնում է առաջ։ Ամուր է գնում, հասկանում եք, ավելի լավ է ամուր, քան թռուցիկ արագ գնա, կանգ առնի, հետ գա, ոչ մի բան չունենաք դուք այդտեղ, որտեվ արագ գնացող ինչ-որ մի բանը միևնույնն է արանքում հաստատ սխալ կլինի։ Եվ այդ սխալը կարող է հետո ձեզ վրա անդրադառնա։ Դա բիզնեսը։ Աշխատանքը նույնպես, ոնց որ կարիերան ավելի դանդաղ է, այստեղ առաջ գնում, բայց ամուր։ Դուք ամրապնդվում եք այդ աշխատանքի վայրում, մի վախեցեք։ Իսկ նոր ընկերներ կարող եք ձեռք բերել, հատկապես մեկը, ով որ ձեզ համար շատ թանկ կլինի հետագայում, ձեր ընկերությունը շատ թանկ կլինի հետագայում եւ օգնության ձեռք կարող է մեկնել ձեզ այս ամիս ոչ տղամարդ, նաեւ օգնի հասնեք որևիցե արդյունքների եւս որևիցե տղամարդ, այնպես որ թողեք թող օգնի, թողեք թող աջակցի ձեզ, եթե դրա կարիքը կա։ Եվ վախերը այստեղ ունեք ավելի շատ, մենք կարող ենք նայել այս վախերը եւ երկու քարտ եմ ուզում նայել այստեղ փաստաթղթերի հետ կապված, նայեք դժվարությունները ինքն իրան թռավ, երբ որ փաստաթղթերից խոսեցի։ Փաստաթղթերից կնայենք հիմա
Գիտեք, կամ ճամփորդության ժամանակ է, կամ տեղից տեղ փոխվելու ժամանակ է, եթե այստեղ տան վկայականն է եւս էլի ասացի, հա, ինչ-որ բան է փոխում, դա է խնդիրներ, մանր մունր, բնական է, որ այդքան արագ չի փոխվում ոչ անուն, ոչ ազգանունը, հա, եւ նաեւ իրոք տեղափոխության մեջ, եթե տանից տուն պետք է տեղափոխվեք, եւս ուշադիր եղեք, որ կարող է ինքը ինչ-որ գետնին չընկնի կորյալ, արանքները մտնի եւ այնպես կորի։ Իսկ այստեղ տեսնենք վախերը, նայեք, օցերից է միգուցե ինչ-որ բան չանեն ձեր աշխատանքի վայրում, գուցե չխանգարեն ձեր հարաբերություններին։ Տեսնենք ինչից եք վախենում այս օցերի հետ կապված։ Նայեք, կան ձեր շրջապատում, դուք երևի զգում եք, որ կան, որ մտնում են ձեր կյանք, դրա համար հենց իրենից է վախենում եք։ Վախենում եք այստեղ խարդախ մարդիկ կան, շուստրի մարդիկ կան, ովքեր որ զգում եք, որ փորձում են նաև մտնել։ Այստեղ վախերը, նայեք, եթե գաղտնիք ունեք այստեղ, վախենում եք ինչ-որ մարդիկ, ում որ պատմել եք, բարձրաձայնեն եւ այդպես հանրությունն էլ իմանա, ձեր շրջապատը իմանա, մարդիկ իմանան ձեր մասին, թեկուզ սոցհարթակը իմանա ձեր մասին, վախը դա է, նաեւ խնդիրները եւս այս մարդը կարող է ստեղծել։ Մի փոքր ուշադիր եղեք, այս ամիս շատ մի պատմեք ձեր կյանքի մասին մարդկանց, շատ մի վստահեք մարդկանց այս ամիս, որովհետեւ յուրաքանչյուր վստահած խոսք, որը ձեզ է վերաբերվում, որ պետք չի այդպես բարձրաձայնել, նրանք կարող են բարձրաձայնել։ Եվ խնդիրները այդտեղից կա։ Այստեղ գաղտնիքը նույնպես, հա, պետք է հասկանալ, որ իրոք, եթե պատմում եք, ինչ-որ մարդիկ կարող են դուրս հանել դա։ Ընդհանուր առմամբ լավ ամիս էր, լավ։ Բնական է, փաստաթղթերի հետ կապված միշտ ենք մենք խնդիրներ ունենում, որովհետև ոչ մի բան արագ չի լուծվում երբեք այդ հարցում։ Դե օցերը քանի կան մարդկանց կյանքում, այդքան մենք ունենք անհանգստանալու առիթ։ Բայց եթե իրանց բանի տեղ չես դնում, իրանք ուղղակի գալիս անցնում գնում են, ընդհանրապես օցի բնույթն է այդպես։ Եթե իրան բանի տեղ չես դնում, ինքը կարող է քո դիմացով անցնել եւ գնալ, եւ ոչինչ չանել քեզ։ Չտեսնել էլ ինքը քեզ։ Դրա համար, եթե ինչքան բանի տեղ եք դնում նման մարդկանց, իրենք այնքան ավելի շատ են փրփռում, գլուխը բարձրացնում։ Ինձ համար, ըստ ինձ, հա, ձեզ համար այս ամիսը հիանալի էր։ Հիանալի էր այն մարդկանց համար, ովքեր երեխաներ ունեն, ովքեր աշխատանք ունեն, իդեպ աշխատանքը հա կարող է մի փոքր դանդաղ է առաջ գնում ինչ առումով, փնտրելու առումով, այսինքն չեք կարողանում դեռ արագ աշխատանք գտնել այս ամիս, բայց եթե ինչ-որ գործով եք զբաղվում, դրանով զբաղվեք առայժմ, գումարի խնդիր չունեք, որ ասեմ, նա դանդաղ է գնում, գումարը չի գալիս։ Այսքանը ձեզ համար, թող որ մայիս ամիսը ձեզ համար լինի ամենալավ ամիսը, եթե ձեզ դուր եկավ, ապա լայք եք տեսանյութը, թող մնացածն էլ տեսնեն, առաջ գնա, որովհետև դեռ մայիս ամիսը մեր առջևում է եւ շատ մարդիկ կարող են տեսնել իրենց կանխատեսումը, ովքեր որ կույս են։ Այսքանը լավ եղեք։